Ողջույն, հայկական արհեստների վերածնունդ խորագիրը կրող հարցազրույցների շարքն ենք սկսում եւ իմ զրուցակիցն է ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու Դիանա Հովհաննիսյանը։ Շնորհակալ եմ Դիանա, ձեր հյուրընկալ հարկի տակ մեզ ընդունելու համար եւ այս մշակութային տրամադրության ներքո մեր հարցազրույցը սկսելու համար։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Դիանա, խնդրում եմ ներկայացրեք այն գրեթե մոռացված կամ նվազ կիրառվող արհեստները հայկական, որոնց վերականգնման եւ պահպանման ուղղությամբ այսօր աշխատանքներ եք իրականացնում։ Նշեմ, որ ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի գլխավոր գործունեության կիզակետը հայկական գործվածքն է, քանի որ երկար տարիներ 90-ականներից այս կողմ հայ գորգի եւ խորհրդային շրջանի ավարտվելուց հետո մեզանում դադարել էր այդ արհեստի նկատմամբ ուշադրությունը եւ այն սովորույթները, որոնք ունեին մեր տատիկները կամաց սկսեցին մարել, դա է գորգ հյուսելը, յուրաքանչյուր աղջկա համար պարտադիր պայմանը, որը կար, դա սկսեց արդեն վերանալ եւ տասնամյակների ընթացքում արդեն կարելի ասել մոռացության էր մատնվել եւ գորգարվեստը եւ կարպետագործության տարբեր տեխնիկաներ եւ հիմնադրման առաջին իսկ օրվանից եւ որը եղել է 2014 թվականին առաջին ծրագիրը, որը կառուցել է, դա եղել է երեխաներին գորգագործություն սովորեցնելը անվճար հիմունքներով Երևանում, այստեղ մեր տարածքում։ Կարելի է ասել, որ այսօր Հայաստանում գորգագործությունը վերածնունդ է ապրում։ Այո, վերջին տարիներին բավականին ակտիվացել են հետաքրքրվողները, սովորեցնողները, դրանով աշխատանք որպես աշխատանք դիտարկողները, այսպես ասեմ, որը դա շատ կարևոր պայման է արհեստի զարգացման համար։ Ինչպիսի առանձնահատկություններ ունեն հայկական գորգերն ու կարպետները գույների, նախշերի, տեխնիկայի եւ գործվածքի առումով։ Այլ ազգի գործվածքից տարբերելու համար անշուշտ առաջնային եւ գլխավոր են գունային համադրությունները, հայկական գորգերում կարծեմ բոլորի համար գաղտնիք չէ, որ առաջնայինն է կարմիր գույնը, կրողը կարմիր գույնն է։ Կարմիրը, կապույտը, գունային գամմայից բացի առանձնահատուկ են նաև զարդանախշերը, որտեղ հայկական գորգերում առավել օգտագործվում են սիմվոլիկ զարդանախշեր, այսինքն յուրաքանչյուրը կարող է դրանց նայելով պատկերացնել եւ եզրակացնել այն, ինչ ինքն է ցանկանում։ Եվ դրա շնորհիվ է, որ շատ հայտնի են եղել միջնադարում հայկական գորգերը ամբողջ աշխարհում։ Ինչպես նաև տեխնիկան։ Հայկական գորգերը հյուսվում են զույգ կամ կրկնակի հանգույցով եւ միջնաթելերի քանակ են ունեցել հստակ, հենքաթելերի հաստությունը, այս ամբողջը միասնությամբ կազմել են իրենցից հայկական գորգ ասվածը։ Եվ մասնագետները չեն կարող միայն մեկ դետալին նայելով ասել այ սա հայկական է, սա ոչ, պետք է ամբողջությամբ դիտարկել, թե ինչ տեխնիկա։ Այո։ Այս բոլոր կոմպոնենտները հաշվի առնելով պետք է հասկանալ դրանից դա հայկական գործված թե ոչ։ Օրինակ, ինչ գիտենք մենք հայկական կրկնակի հանգույցի մասին, ինչպես իմացանք, որ դա հենց հայկական է։ Տարածաշրջանում հյուսված բոլոր գորգերը հյուսված են կրկնակի հանգույցով եւ տարբեր ժամանակաշրջանի տարբեր հնության։ Փոքրիկ պատառիկներ, որոնք գտնվել են արենից, արդիկից, այս բոլոր պատառիկները գալիս են փաստելու իրենց հյուսվածքի կառուցվածքով, որ զույգ հանգույցով են հյուսված։ Եվ իհարկե համեմատական պետք է անցկացնել այլ ազգերում բնորոշ գործվածքի տեսակին, օրինակ Պարսկաստանում, Իրանում առավել օգտագործվել է 1.5 հանգույցը, իսպանական գորգերը 1 հանգույց է, Հնդկաստանում կրկին 1.5, այսինքն տարածքային տեսանկյունից երբ որ վերևից նայում ենք, կարելի է հասկանալ, որ գորգերն են, որ հայտնաբերվել են տվյալ տարածաշրջանից ինչ տեխնիկայով են հյուսված, իսկ հարևան երկրներում կամ այլ ավելի հեռու տարածաշրջանում տարածված գորգատեսակները ինչ տեսակով են հյուսված։ Տեսեք, դուք նշում եք որպես յուրահատկություն, առանձնահատկություն, գույները, կարմիր գույնն է, հա, բնորոշ եղել։ Հիմա այսօր շուկայում տարածված գործվածքները, որոնց բնորոշ են կարմիր գույնը, հայկական սիմվոլներից նուռը, խաչը, դրանից պատրաստում են տարազներ, տարածված են մանկապարտեզներում, դպրոցներում, կրթական օջախներում։ Լավ, դուք նշում եք, որ պետք է ամբողջականության մեջ դիտարկել, դա մասնագիտական հարության եւ որոշակի այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են տարազով, հայկական կտորներով եւ որոշակիորեն գաղափար են կազմում հայ տարերից, կարող են տարբերակել։ Իսկ ինչպես սովորական քաղաքացիներին այսպես ասած իրազեկել, տեղեկացնել
ինչպես տարբերակ են, որն է հայկականը, որն է կեղծ հայկական, այսինքն ներմուծված արտերկրից այլ նպատակներով աղավաղելու մեր հայկական մշակույթը։ Նման կտորները, որ դուք ասում եք, նշում եք, Թագուհի ջան, տվյալ կտորներից ակնհայտ է, որ դրանք հայկական չեն, որովհետև այն կարմիրը, որ օգտագործվում է, շատ վառ արտահայտիչ, այսպես վառող աչքերը ցավեցնող հատկություն ունեցող յուրահատուկ տեսակի, նոր որպես այդպիսին, ինչպես պատկերված են նշված կտորներում, երբևէ չեք հանդիպի հայկական գործվածքում, անտիկ գործվածքում, ավելի սիմվոլիկ, շատ ավելի դետալային եւ գեղեցիկ ներկայացված տարբերակներով կհանդիպեք, բայց ոչ այն տարբերակով, որոնք տեսնում ենք։ Ընդհանուր միջև կան տառերով գործվածքներ, նշված գործվածքների մեջ, որտեղ եթե ուշադրություն դարձնեք, բն հակառակն է հյուսված, այսինքն տառերը նույնիսկ սխալ են։ Մի փոքր ուշադրություն է պետք դրանց դարձնել եւ կհասկանաք, որ ոչ մի աղերս չունեն դրանք հայկականի կամ հայկական զարդանախշերի կամ ընդհանուր միջև գունային երանգների կամ համադրությունների հետ որևէ աղերս չունեն։ Խաչ որպես այդպիսին այն տարբերակով, որը պատկերվում է կրկին, մենք չունենք։ Մենք եթե ուշադրություն դարձնեք խաչքարային արվեստում ծաղկած խաչ տարբերակը ունենք, որը սիմվոլիկ վերծված է եւ գորգերում հիմնականում օգտագործվում է խաչը որպես այդպիսին կենաց ծառի ծաղկած խաչի համադրությամբ, այսինքն այն Կոստանդինյան բյուզանդական խաչը, որ մենք բնորոշ գիտենք, հենց այդպիսին չեք հանդիպի հայկական գործվածքում։ Կրկին պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ ձևով է, ինչ սիմվոլիզմով է ներկայացված։ Այսինքն, եթե ամբողջացնելու լինենք, միտքը կստացվի, որ դարերից եկող մեր հայկական մշակույթը չի կարող այդքան պարզունակ լինել, որը մենք մատուցում ենք։ Այո, միանշանակ։ Իսկ արդյոք այսօր հասանելի են, հա, այդ հայկական, իսկական, իրական կտորները, գործվածքները մեր սովորական հանրությանը։ Ինչ անել, որպեսզի դա նախկինի պես դառնա մեր կենցաղի մի մասը, հա, դուք նշեցիք, որ նախկինում ընդունված էր, որ հարսը աղջիկ իր ձեռքով գործի եւ օժիտ տանի, բնականաբար հիմա ժամանակները փոխվել են եւ այդպիսի գորգ գործելու եւ օժիտ տանելու համար մեծ շռայլություն, հա, իրեն թույլ տված կլինի տվյալ ընտանիքը, որովհետև բավականաչափ թանկ արժի։ Շատ ճիշտ, ձեռագործ աշխատանքը միշտ թանկ է արժեցել եւ այսօր էլ ավելի։ Մի տենդենց կա վերջին շրջանում, պետք է հասկանալ, որ հայկական կենցաղում միայն գորգ ու կարպետ չի օգտագործվել։ Կարպետներից տարած չեն կարել։ Կարպետի զարդանախշը կամ գորգի զարդանախշը չի օգտագործվել հագուստի վրա։ Դրանք տարբեր համակարգեր են, այսպես ասեմ։ Գորգերում օգտագործվող զարդանախշերը շատ ավելի ընտանեկան, համապարփակ, տոհմական, մեծ ընդգրկուն, լայն ավելի զարդանախշեր են եւ ավելի մեծ պատմություն պատմող։ Այն զարդանախշերը, որոնք հագուստի վրա են, դրանք ավելի պետք է անդրադառնալ ասեղնագործություններին, հա, տվյալ գործվածքին պետք է նայենք։ Իսկ այդպիսի կտորները շատ ավելի հեշտ է ձեռք բերել հիմա։ Նման զարդանախշերով կտորները շատ ավելի հեշտ է տպել գործվածքի վրա, որ ավելի հասանելի լինի։ Պարզապես պետք է մի փոքր ուշադրություն դարձնել եւ չկենտրոնանալ միայն գորգ ու կարպետին, ինչը կատարվում է վերջին շրջանում։ Եթե ասում ենք հայկական, հասկանում ենք գորգ ու կարպետ միայն։ Իսկ գուցե այս հարցում պետական քաղաքականությունը անհրաժեշտ, օրինակ, երբ որ թողնում ես մարդկանց հայեցողությանը, բնականաբար նույն մանկապարտեզներում ծնողի համար ավելի նախընտրելի է գնալ եւ շուկայից գնել բավականաչափ էժան կամ գնին մոտ մի փոքր թեկուզ մատչելի տարբերակով կեղծ աղավաղված կտորը, քան գնալ տպագրության տալ, փնտրել, տեսնել որ կենտրոններում են, հա, դա իրականացնում կամ պարզել թե որն է հայկական նախշը եւ այլն։ Այս առումով գուցե պետք է պետական կոնկրետ ռազմավարություն, որպեսզի մարդկանց իրազեկեն, կրթեն, ինչու՞ չէ նաև հնարավորություններ տան այդ տարբեր ընկերություններին, անհատներին, ովքեր զբաղվում են գորգագործությամբ կամ տպագրությամբ, ավելի մեծ քանակությամբ լայնորեն արտադրեն եւ բաշխեն, հա, մեր շուկայում։ Շատ ճիշտ եք, որովհետև առանց պետական աջակցության եւ պետական վերահսկողության անհնար է հարցին լուծում տալ, որովհետև այս կտորները տարածված են բոլոր խանութներում եւ ծնողը պարտադիր չէ, որ հետաքրքրվի կամ մասնագետ լինի կամ ուսուցիչներ օրինակ պարային համույթների բոլոր
ուսուցիչները գրեթե ասում են գնացեք հայկական տարազի կտոր առեք, չէ՞, մարդը ծնողը գնում է եւ խանութում հարցնում է եւ իրեն հենց դա են խորհրդատվությամբ ներկայացնում, որովհետեւ շատ հաճախ ընդհանուր մինչեւ վաճառողն էլ չգիտի, որ դա հայկական չէ, այսինքն հայկականի հետ կապ չունի։ Դա պետք է այսինքն վերահսկողությամբ միայն կարող ենք հաղթահարել այս փուլը, որովհետեւ անհատների կամ մի քանի հոգու կրթելով, մի քանի հոգու գիտակցությամբ ոչինչի չենք հասնի, հավատացնում եմ, պետք է վերահսկողություն լինի։ Արդյոք այսօր Հայաստանում եւ Սփյուռքում տեսանելի քայլեր իրականացվում են հայկական գորգագործության ավանդույթները պահպանելու եւ տարածելու ուղղությամբ։ Սփյուռքում շատ մեծ չեմ կարող պատասխանել այս հարցին։ Գիտեմ, որ Միացյալ Նահանգներում կա հայկական գորգերի միությունը, որը մեծ գործունեություն է վարում, տարիներ շարունակ 90-ականներից գործում է այդ միությունը։ Եվրոպական, այսինքն Եվրոպայում կան անհատներ, որոնք զբաղվում են, բայց ոչ մեծ ուժերով, որովհետև դրանք անձնական հավաքածուներ ունեցող մարդիկ են, որոնք փոքրիկ մասն է կարող են լուծել մեծ հարցի, իսկ այ Հայաստանում արդեն կազմակերպություններ են, կրթամշակութային կենտրոններ են, մեր հիմնադրամի նման որոշակի փոքր կառույցներ են, որոնք փորձում են իրականացնել մեծամասշտաբային, այսինքն գործունեություն որպես այդպեսին չկա, մասշտաբային գործունեությունը նա էր, որ դպրոցների տեխնոլոգիայի ուսուցման դասաժամերին ավելացվեցին կարպետագործության դասաժամերը, բայց դրանք էլ ցավոք սրտի ոչ բոլոր մասնագետներն են տիրապետում, որպեսզի երեխաներին կրթեն։ Հետևաբար այդ մասը կրկին բաց է մնում եւ լիովին զինվելու այս արհեստը վերացնելու համար անհրաժեշտ է, որ մանկուց երեխաներին դպրոցից սկսած ճիշտ ձևով դասավանդվի եւ ուղղորդվի դեպի հայկականը։ Նախորդ 10 տարիների ընթացքում ձեր հիմնադրամը հսկայական քայլեր է իրականացրել Հայաստանում ժողովրդական արհեստների պահպանման, հանրահռչակման եւ տարածման ուղղությամբ, որն է լինելու ձեր հետագա տարիների տեսլականը։ Մեր գործունեությունը շարունակվելու է, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, նույն ծրագրերը, որոնք ունենք պարտադիր ավելի մեծ ուժերով շարունակելու ենք, բացի տեխնիկապես սովորեցնելուց եւ տարածելուց, մենք կազմակերպում ենք նաեւ անվճար բանախոսություններ, որոնք կրկին ակտիվանալու են, որոշակի շրջան կարողա շատ ակտիվ էինք ավելի եւ կրկին ակտիվանալու ենք, ինչպես նաեւ գրքերի հրատարակչությունը, որ այդ գործը նույնպես շարունակվելու է, որով փորձում ենք շատ ավելի հասանելի մարդկանց լեզվով բացատրել որն է հայկականը եւ պատմել գորգերի ու կարպետների մասին։ Անում ենք ոչ միայն մեր կողմից մշակված գրքերի հրատարակություն, այլ նաեւ հովանավորել ենք շատ հայագիտական գրքերի եւ այդ գործունեությունը նույնպես շարունակվելու է։ Առաջ Աստված տեսնենք ինչ մեծ ծրագրեր պետք է բացվեն մեր առաջ։ Ինչ է արվում երիտասարդներին եւ երեխաներին գորգագործություն սովորեցնելու ուղղությամբ, արդյոք այսօր հետաքրքրում է մեր երիտասարդ սերնդին հայկական հնագույն արհեստները։ Ինչքան որ զարմանալի թվա, երեխաներին մատաղ սերնդին էլ ավելի հետաքրքիր է գորգագործությունը, երբ որ ծնողների ուղղորդմամբ երեխաները գալիս են այստեղ, արդեն առաջին մի քանի դասից հետո դժվար են բաժանվում այստեղից։ Այսինքն 0-ից գորգը հյուսելու տեխնիկան սովորելուց հետո, ավարտելուց հետո ունեցել ենք խմբեր, մինչ որ շարունակվում է այդ խմբերի հետ աշխատանքը, որտեղ պարզապես չեն ցանկանում դադարեցնել սովորելը հայկական գործվածքի տեխնիկաները։ Այսինքն, եթե մեր դասընթացը պետք է գործեր միայն գորգագործություն տեխնիկա սովորեցնելով, շարունակում ենք արդեն կարպետագործություն եւ այլ տեխնիկաներ սովորեցնելով, որտեղ այնքան է հետաքրքրում, այնքան է իրենց դուր գալիս, իրենց ձեռքով ստեղծել, արարել, որ դասընթացները երկարում են եւ շարունակական մի քանի տարի արդեն երեխաները գալիս են, նույն խմբերը, նույն երեխաները, եւ սա անշուշտ առանց ծնողների ուղղորդման չի կարող լինել։ Իսկ ինչ է պետք, որպեսզի երիտասարդների շրջանում ավելի գրավիչ դառնա, հա, գորգագործությունը։ Կարծում եմ պետք է ներկայացնել նորովի գորգարվեստը, կարևորությունը դրա, հասկանալ թե ինչ կարևոր է եղել եւ ինչ գիտելիք է տվել ձեռագործ գորգը ստեղծելու այդ ամբողջ process-ը մեր նախնիներին, ինչ գիտելիք է տվել իրենց, ինչպես է կրթել, երբ որ կարևորությունը հասկանանք ձեռագործ աշխատանքի, այդ օրվանից շատ ավելի գրավիչ կդառնա։ Իսկ խոսելով գորգագործության հենց կարևորության մասին, ինչ են փոխանցել մեզ հնագույն գորգերը, բացի հայկական ինքնության պահպանողը լինելուց, հա, ինչ ուղերձ են փոխանցել մեզ սերունդներից։
տեսեք գորգեր կան, որոնք մի ամբողջ ընտանիքի կամ անձնավորության ճակատագրի պատմություն են պատմում, կան գորգեր, որոնք ամբողջ տարածաշրջանի մասին, մի ամբողջ մշակույթի մասին պատկերացում կարող են հաղորդել, փոխանցել, գորգագործությունը պետք է դիտարկել մի ամբողջ մշակույթի որպես մի փոքրիկ մասնիկ, որովհետև դրանք ամբողջովին կապված են իրար հետ։ Եվ երբ որ գորգը նայում ես, հասկանում ես, թե ինչ հզոր էսթետ են եղել մեր նախնիները, ոչ միայն գորգագործության մեջ, յուրաքանչյուր դետալ, ինչպես է մշակվել, ինչ փուլեր է անցել, մի զարդանախշը տարբեր ժամանակաշրջաններում կարող ենք տեսնել ինչ ձևափոխումներ է ունեցել։ Եվ այս ամբողջ հզորությունը մի ամբողջ ժողովրդի ոչ միայն ձեռագործ աշխատանքի ներուժի մասին է պատմում, իր մտքի թռիչքի մասին է պատմում, այլ նաև այն բոլոր հավատալիքների, վախերի, այս ամբողջը փոխանցում է, որովհետև մարդիկ հենց այնպես չեն գորգերի վրա զարդանախշեր դրել, գույներ են ընտրել, դրանք ամբողջը պաշտպանիչ, պահպանող եւ իրենց մտքից ծնված երևակայական մի ամբողջ մոլորակ է եղել, այսպես ասեմ։ Ինչ է հարկավոր այսօր անել հայկական գորգերի հանրահռչակման, տարածման համար ամբողջ աշխարհում։ Կրկին պետական ծրագիր է պետք մշակել, որովհետև մեր հարևանները շատ լավ են աշխատում բոլոր կողմերից եւ անշուշտ պետք է ոչ միայն մենք ճանաչենք մեր արհեստը, այլ նաև լավ ներկայացնենք։ Դա անշուշտ կկանա այն ժամանակ, երբ որ մենք գիտենք, թե ինչ ունենք, դրանից հետո արդեն կկարողանանք ներկայացնել, բայց դրա համար նույնպես անհատներս քիչ ենք։ Պետք է պետական ծրագիր, որով կկարողանանք ներկայացնել, դա պետք է լինի գրքերի հրատարակությունով, տարբեր դասախոսությունների տեսքով, տարբեր կոնֆերանսների մասնակցության տարբերակով, որովհետև դրսում հայկական գորգի մասին վաղուց արդեն մոռացել են, այսինքն հայերի գորգագործական երկիր ժողովուրդ լինելու մասին շատ քչերը գիտեն։ Արդյոք համագործակցում եք արտերկրի թանգարանների, կրթական հաստատությունների հետ եւ ինչ է տալիս այդ համագործակցությունը ձեր նշած հանրահռչակման տարածման առումով։ Ներկա պահին թանգարանների հետ համագործակցություն չունենք, բայց չնայած մեր վերջին գրքի գիրքը պատրաստելու համար դիմել էինք Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանին, որոնք սիրով համագործակցեցին եւ տրամադրեցին Պազիրիկի լուսանկարը, ամենահին պահպանված գորգի մասին ենք խոսում, բայց դրսում գործունեությունը ակտիվացնելու համար on-line դասընթացներ ունենք Միացյալ Նահանգներում այն հայ երեխաները, որոնք ցանկանում են սովորել on-line տարբերակով կրթությունը շարունակում ենք, այսինքն կրթում ենք նաև on-line տարբերակով եւ փորձում ենք անմասն չմնալ դրսում կատարվող այն ցուցադրություններից կամ միջոցառումներից, որտեղ ներկայացվում է հայկական գորգը կամ հայկական գործվածքը։ Ինքներդ սովորել եք գորգագործություն, ինչն է ձեզ ոգեշնչել հենց այս ոլորտում։ Մասնագիտությամբ արվեստաբան եմ եւ տարիներ շարունակ գրել եմ գորգերի պատմության մասին եւ պարզապես հետաքրքրություններ, ինչպես է ստեղծվում այն իրը, որի մասին այսքան գրում եմ։ Նշեմ, որ տատիկս, հորաքույրներս բոլորը գորգագործներ են եղել եւ տատիկս իր բոլոր երեխաների համար օժիտ գորգեր տվել եւ ինձ համար այնքան հասարակ էր տան ձեռագործ գորգ ունենալը, ինձ թվում էր, որ բոլորը պետք է իմանան հայկական գորգի մասին, մինչդեռ այդպես չէր իրականությունը։ Եվ այդպես 2016 թվականին եկա հիմնադրամ, ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամ, այսինքն հրավիրեցին ինձ, այստեղ սովորեցի ու այդպես այնքան գրավեց, որ մի տեխնիկան արդեն բավական չի եղել։ Եթե հնարավորություն ունենայի գորգի միջոցով ուղերձ հղելու ամբողջ աշխարհին, որը կլիներ այդ ուղերձը։ Գնահատելն ու պահպանելը միանշանակ, այսինքն այն ինչ ստեղծվել է, այն ինչ ստեղծվում է եւ դեռ պետք է ստեղծվի, պետք է անպայման գնահատվի եւ պահպանվի։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ արժեքավոր զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։